Օրինակ Հայկ Կոնջորյանը նրա կինը վերջին ժամանակաշրջանում զբաղեցրել է Հայ Post Փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը եւ տարեկան ստանում է մոտարապես 10 միլիոն դրամից ավել աշխատավարձ։ Նույն կերպ ասենք օրինակ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կինը Մարիամ Հաջի Հակոբյանը ազգային ժողովի աշխատակազմի աշխատակից է, որովհետև նա աշխատում է փաստացի իր ամուսնու անմիջական ենթակայությամբ եւ ստացվում է, որ ամուսիններով նրանք ստանում են աշխատավարձ, բացի դրանից, որ Ռուբեն Ռուբինյանը ստացել է դեկտեմբեր ամսին մոտարապես 3 միլիոն դրամ, մի քանի միլիոն իր աշխատավարձից բացի, հսկայական աշխատավարձ պարգևավճարներ ստացել է նաեւ նրա կինը։ Կամ ասենք մեկ այլ դեպք, ազգային ժողովի падգամավորները նույն ընտանիքից ամուսիններ Լենա Նազարյանը, որը նաեւ Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհու Աննա Հակոբյանի ղեկավարած Իմ քայլը հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահն է, նախագահը լինելուց բացի նաեւ ազգային ժողովի падգամավոր է։ Նրա հետ միասին ազգային ժողովի падգամավորը նրա ամուսինը Նարեկ Բաբայանը, այսինքն միայն այս ընտանիքը միայն դեկտեմբեր ամսին ստացել են մոտարապես 6 միլիոն դրամ աշխատավարձ պետական բյուջեի միջոցներ։ Օրինակ Արարատ Միրզոյանը ժամանակին, որ մինչև 18 թվականի ադրբեջան-թուրքական հեղափոխությունը ազգային ժողովի խոսում էր, որ մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը նա առողական վարկ է վերցրել հերոստացույց առնելու համար եւ նույնիսկ չի կարողացել փակել այդ վարկը միջոցները իր չեն բավարարել։ Հիմա այն մարդը, որ ոչ միայն մի հերոստացույց առնելու փող չունի, որ անմիջապես վճարի եւ հերոստացույց առնի, դարել է վարկով։ Միայն վերջին շրջանում Եղվարդի խճուղու վրա Երևանի մերձակայքում ձեռքաբեր է մի առանձնատուն, որը մամուլ հրապարակումների գնահատվում է մոտ $280,000։